Բարև ձեզ։ Եկեք այսօր խոսենք մի բանի մասին, որն ամեն օր ձեր աչքի առաջ է, բայց գուցե դուք դրա մասին այդքան էլ չեք մտածում։ Խոսքը ձեր համակարգչի օպերացիոն համակարգի միջերեսի մասին է։ Որպես օրինակ կվերցնենք Windows-ը, հասկանալու համար, թե իրականում ինչպես ենք մենք ու մեր համակարգիչները լեզու գտնում։ Դե ինչ, եկեք սկսենք։ Դե եկեք մտածենք, ինչպես ենք մենք ստիպում այս աներևակայելի բարդ սխեմաներով ու կոդերով լի մեքենային անել այն, ինչ ուզում ենք, ասենք բացել մի ֆայլ կամ միացնել տեսանյութ։ Պարզվում է պատասխանը ընդամենը մեկ, բայց շատ կարևոր հասկացության մեջ է։ Եվ այդ հասկացությունը միջերեսն է, կամ ինչպես հաճախ ենք ասում, ինտերֆեյսը։ Կարելի է պատկերացնել այն որպես մի տեսակ թարգմանիչ կամ կամուրջ մեր ու համակարգչի միջև։ Իրականում այն մի շերտ է, որը թաքցնում է բոլոր բարդ տեխնիկական մանրամասները եւ դրանց փոխարեն մեզ տալիս պարզ ու հասկանալի գործիքներ։ Հենց դրա շնորհիվ է, որ մենք կարիք չունենք իմանալու, թե էլեկտրական ազդանշաններն ինչպես են շարժվում համակարգչի ներսում, որpիսի ուղղակի ստուգենք մեր էլեկտրոնային փոստը։ Որպեսզի սա ավելի լավ պատկերացնենք, եկեք մի պարզ համեմատություն անենք, որին դեռ կանդրադառնանք։ Միջերեսը շատ նման է ռեստորանի ճաշացանկի, այն բարդ ընտրանիները ներկայացնում է շատ պարզ ձևով։ Ուրեմն միջերեսի հիմնական գործն է լինել միջնորդ, որը համակարգչի ողջ հզորությունը դարձնում է հասանելի մեզ համար։ Պարզ ասած, այն վերցնում է մեր պարզ գործողությունները, քլիքները, ստեղնի սեղմումները եւ թարգմանում դրանք հրամանների լեզվով, որոնք արդեն հասկանալի են համակարգչի սարքավորումների ու ծրագրերի համար։ Եթե մի պահ հետ գնանք պատմության մեջ, կտեսնենք, որ համակարգչի հետ շփվելու այս ճաշացանկերի երկու հիմնական տեսակ է եղել, եւ դրանք ներկայացնում են երկու բոլորովին տարբեր փիլիսոփայություններ։ Իսկ այս սլայդում ամենահետաքրքիրը հենց այդ հակադրությունն է։ Մի կողմում ունենք հրամանային տողով միջերեսը, CLI-ը։ Սա այսպես ասած հին դպրոցն է, տեքստային մեթոդը։ Այն աներևակայելի հզոր ու ճկուն է մասնագետների համար, բայց պահանջում է, որ հստակ իմանաս բոլոր հրամանները։ Իսկ մյուս կողմում օգտատիրոջ գրաֆիկական միջերեսն է, GUI-ը, որն այսօր մեզանից գրեթե բոլորն են օգտագործում։ Այն օգտագործում է տեսողական տարրեր, պատկերակներ ու մենյուներ, եւ հենց սրա շնորհիվ են համակարգիչները դարձել հասանելի բոլորի համար, անկախ նրանից, թե ինչ տեխնիկական գիտելիքներ ունեն։ Լավ, բայց ինչպես մենք հասանք այն միջերեսներին, որոնք օգտագործում ենք հիմա։ Պարզվում է ժամանակակից գրաֆիկական միջերեսի հիմքում ընկած է մի հզոր կաղապար, որը կոչվում է WIMP։ Սա հապավում է, որը նկարագրում է 4 հիմնական տարրերը, որոնք ուղղակի հեղափոխություն արեցին այս ոլորտում։ Եկեք տեսնենք, թե որոնք են դրանք։ Այսպիսով ամեն ինչ շատ պարզ է։ Առաջինը պատուհաններն են, առանձին տարածքները, որտեղ աշխատում են մեր ծրագրերը։ Հետո գալիս են պատկերակները, այն փոքրիկ նկարները, որոնց վրա մենք սեղմում ենք ֆայլեր բացելու համար։ Հաջորդը մենյուներն են, որոնք մեզ առաջարկում են տարբեր գործողություններ։ Եվ իհարկե մատնանշող սարքը, մեր սիրելի մկնիկը կամ touchpad-ը, որը թույլ է տալիս այս ամենի հետ փոխազդել։ Հենց այս 4 տարրերն են, որոնք մշակվեցին դեռ 60-70-ականներին, իսկ 80-ականներին Apple-ի ու Microsoft-ի շնորհիվ դարձան զանգվածային եւ այսօր էլ կազմում են այն ամենի հիմքը, ինչ մենք տեսնում ենք մեր էկրաններին։ Լավ, այսքան տեսությունից հետո եկեք տեսնենք, թե այս ամենը ինչ տեսք ունի մեր բոլորիս քաջ ծանոթ Windows-ում։ Մի կարճ շրջայց կանենք ու կտեսնենք այս սկզբունքները գործնականում։ Ամեն ինչ սկսվում է իհարկե աշխատանքային սեղանից։ Սա ձեր հիմնական աշխատանքային տարածքն է։ Կարելի է ասել, սա ձեր իրական գրասեղանի թվային տարբերակն է, որի վրա դրված են ձեր բոլոր հավելվածները, փաստաթղթերն ու դյուրանցումները։ Հաջորդը խնդիրների վահանակն է։ Այն գիծը, որը սովորաբար տեսնում եք էկրանի ներքևի մասում։ Դրա հիմնական նպատակն է ցույց տալ, թե որ ծրագրերն են այդ պահին բաց ու թույլ տալ ձեզ հեշտությամբ անցում կատարել դրանց միջև։ Եվ իհարկե, Start կոճակը, սա ձեր դարպասն է դեպի համակարգչի մնացած ամեն ինչ։ Սեղմում եք այն, բացվում է գլխավոր մենյուն, ու դուք հասանելիություն եք ստանում բոլոր ծրագրերին, ֆայլերին ու կարգավորումներին։ Եվ այստեղ ամենակարևորը սա է, այս ամենը պարզապես պատահական տարրեր չեն։ Սա մի ամբողջական կառուցվածքային համակարգ է, որը հիմնված է հենց այն WIMP սկզբունքների վրա, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք։ Նախքան ամփոփելը արժի մի բան իմանալ։ Այս ամբողջ գեղեցիկ պատկերի հետևում, կուլիսներում մի ամբողջ բարդ մեխանիզմ է աշխատում։ Ձեր յուրաքանչյուր քլիքը վերածվում է հաղորդագրության, որը համակարգը մշակում է բարդ գործիքներով։ Բայց գիտեք ինչ, դուք կարիք չունեք այդ ամենի մասին անհանգստանալու, որովհետև միջերեսը հոգում է այդ ամենը ձեր փոխարեն։ Եվ սա մեզ կրկին վերադարձնում է մեր ռեստորան։ Այս մեջբերումը, կարծում եմ, կատարելապես ամփոփում է ամեն ինչ։ Միջերեսը ճաշացանկն է, որը բարդ բաները դարձնում է պարզ։ Դուք պատվեր եք անում, իսկ օպերացիոն համակարգը, մեր մատուցողը, հոգ է տանում, որ խոհանոցը,
Այսինքն ձեր համակարգչի սարքավորումները մատուցի հենց այն, ինչ դուք պատվիրել եք։ Սա թերևս լավագույն մոդելն է հասկանալու համար, թե ինչ է կատարվում ձեր էկրանին։ Այսպիսով, մենք անցանք տեքստային հրամաններից դեպի գրաֆիկական մենյուներ ու պատկերակներ։ Սա իսկապես ստիպում է մտածել։ Հիմա, երբ տեխնոլոգիաներն առաջ են գնում, ունենք ձայնային օգնականներ, ժեստերի ճանաչում, արհեստական բանականություն, բա ինչ տեսակի միջերես ենք մենք օգտագործելու հաջորդիվ։ Ինչ է լինելու ապագայի ճաշացանկում։